Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Սուրբ Զատիկի տոնին ընթരാճ այսօր միասին ստանում ենք թրենդային ձվիկներ։ Հավկիթները պետք է ներկենք միայն բնական նյութերով, որի արդյունքում ստացվում են նման շլացնող փայլ ունեցող ձվիկներ։ Սիրելիներս, եթե մոռացել եք սոխի կճեպ հավաքել, ապա սա շատ լավ տարբերակ է ձուն բնական միջոցներով ներկելու համար։ Մեզ անհրաժեշտ է կարմիր գինի, մի քանի ճաշի գթալ շաքարավազ և մի փոքր աղ։ Կարող եք վերցնել ամենաէժան կարմիր գինին, գինու որակը այստեղ այնքան էլ էական չէ։ Ձուն լվանալուց հետո դասավորում ենք կաթսայի մեջ, վրան ավելացնում ենք կարմիր գինին, 2-ից 3 ճաշի գթալ շաքարավազ և մի փոքր աղ։ Աղ ավելացնում ենք այն բանի համար, որպեսզի հավկիթները եփելու ընթացքում չվնասվեն։ Շաքարավազն է, որ հավկիթներին գեղեցիկ փայլ պետք է հաղորդի, այն պարտադիր բաղադրիչ է, չմոռանաք ավելացնել։ Կաթսան դնում ենք ցածր կրակին և հավկիթները եփում ենք առնվազն 15 րոպե, այնուհետև անջատում ենք կրակը և թողնում ենք ձվիկները կաթսայի մեջ ամբողջ գիշեր։ Իսկ առավոտյան կախարդանք է տեղի ունենում, ստանում ենք գեղեցիկ փայլ ունեցող ձվիկներ։ Ձուն ներկելու այս տարբերակը ես շատ եմ հավանում, քանի որ չենք օգտագործում քիմիական ներկանյութեր։ Քրիստոս հարյավ իմեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, բոլորիդ մաղթում եմ ուրախ Զատիկ։